Խաղադաշտում են ֆինանսներն ու սպորտը, առաջին փոխանցումը հարգանք։ Փորձի փոխանակման յուրահատուկ ձևաչափ են մտածել Արարատ բանկն ու Ուրարտու ֆուտբոլային ակումբը։ Միավորել են բանկի աշխատակիցների երեխաներին ու ակումբում խաղացողներին։ Զուգահեռը պարզ է, ինչպես խաղադաշտում, այնպես էլ ֆինանսներում յուրաքանչյուր քայլ կարող է որոշիչ լինել։ Շատ դուր եկա, որ մենք խաղում էինք, խոսում ենք Արարատ բանկի երեխաների հետ։ Պապաս աշխատում է Արարատ բանկում, որ ես կարողացա այս դասին մասնակցել։ Շատ լավ էմոցիաներ ունեմ, դաշտն էլ է շատ լավը, ձեռք բերեցի նոր ընկերներ։ Բանկը ֆինանսական մտածողություն է բերում ֆուտբոլը արագ արձագանքի ու թիմային աշխատանքի մշակույթ։ Կարծում եմ ֆինանսական կրթությունը շատ կարևոր է, որովհետև մենք չենք ուզում, որ ֆուտբոլիստները զարգանան միայն որպես պրոֆեսիոնալ մարզիկներ։ Կարևոր է, որ նրանք լինեն բազմակողմանի զարգացած ու իրենց գիտելիքները դրսևորեն ոչ միայն սպորտում, այլ նաև այլ ոլորտներում, խաղադաշտից դուրս։ Ֆինանսական գրագիտությունը նույնքան կարևոր է, որքան ցանկացած կենսական նշանակություն ունեցող հմտություն, եւ այս առումով շատ կարևոր է զբաղվել ոչ միայն սպորտով, այլ նաև լինել ֆինանսապես գրագետ։ Վազք, փոխանցումներ, էներգիա, խաղի տեմպը պարզ է, բայց այս դաշտում որոշումները միայն ֆուտբոլային չեն։ Այսօր այստեղ խոսում են նաև փողի մասին։ Փողի հետ աշխատանքն էլ այդպես։ Պաստարին բավականին մեծ ժամանակ է, չէ՞ կյանքից։ Դարպասապահը խնայողություն է, պաշտպանները անհրաժեշտ ծախսերի պաշտպանությունը, հարձակվողները հաճույքն ու զվարճանքը, իսկ կիսապաշտպանները քո ամենակարևոր որոշումները։ Մի փոքր խաղային լեզվով շատ իրական ֆինանսական կյանքի մասին։ Խնայողությունները եւ ծախսերը եւ ներդրումները այդ ամեն ինչը ոնց որ հետաքրքիր ինձ թվում է համեմատական է ստացվել։ Երեխաներն արդեն գիտեն, չի կարելի ամբողջ գումարը միանգամից ծախսել, պետք է մի մասը պահել։ Կարճ դաս ու փողի հետ վարքագծի տարբեր եղանակներ են նշում պատանի ֆուտբոլիստները։ Ինձ համար կարևորությունը խելացի ծախսելն է։ Փողը ամենաճիշտը խնայել, օրինակ որ ապուշպաների համար բանը առնես, այտենց քո փողերը կգնան ու վաբշե դու ոչ բան էլ չես ունենա։ Բավականին գրագետ երեխեք էին, այսինքն իրանք կարծում եմ ընտանիքներում նաև այդ խոսակցությունները լսում են, ամելի են լսել, պատկերացնում են անհրաժեշտ ծախսը որն է, խնայողությունը որն է։ Այսօրվա ֆինանսական գրագիտության դասընթացը, եթե անկեղծ լինեմ, տարբերվող էր, իսկ շուրջ 2 տարի մենք տարբեր ոլորտներում երեխաներին կրթում ենք այդ ուղղությամբ ֆինանսական գրագիտության եւ մենք ուղղակի հեացած էինք, թե որքան պատրաստված էին երեխաները, ինչպիսի խելացի հարցեր էին տալիս։ Ապրեք երեխեք, լավ բան։ Ֆուտբոլային ֆինանսական երկու տարբեր աշխարհները միավորող Արարատ բանկի եւ Ուրարտու ֆուտբոլային ակումբի համագործակցությունը 1 տարի առաջ է սկսվել։ Արդյունքները գոհացուցիչ են։ Մեր համագործակցության սկզբից նպատակ ունենք ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման համար։ Մենք ոչ միայն ներկայացնում ենք միմյանց գործունեությունն ու ծրագրերը, այլ նաև իրականացնում ենք նման սոցիալական նախագծեր, որոնք նպաստում են երեխաների զարգացմանը։ Ես կարծում եմ հենց սա է ամենակարևորը մեր համագործակցության մեջ։ Տարբեր ոլորտների ընկերությունները կարող են միավորվել եւ ստեղծել արժեք հասարակության համար։ Իրականում բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք իրականացվում են Արարատ բանկի կողմից, լինի դա Ուրարտու ֆուտբոլային ակումբի հետ կամ այլ առողջապահական կամ բնապահպանական կրթական ոլորտներում, մեզ համար շատ կարևոր է զարգացնել այդ համագործակցությունը, այսինքն մեր ներդրումը ֆինանսական միջոցներով միայն չի սահմանափակվում, մենք փորձում ենք ամեն մի ծրագիր օգտագործել, զարգացնել ի նպաստ հասարակության տվյալ շերտի։ Ու նորից խաղադաշտ արդեն մի փոքր այլ հայացքով։ Յուրաքանչյուր փոխանցում ավելի մտածված է, յուրաքանչյուր որոշում ավելի հաշվարկված։ Ճիշտն ասած խաղադաշտում մենք ավելի աշխուժ էինք, աշխուժ չէ, լավ էինք, իսկ ֆինանսական գրագիտության ժամանակ նրանք մեզնից լավ էին պատասխանում, մեզնից լավ գիտեին ֆինանսական գրագիտությունը։ Ֆինանսական գրագիտության ժամանակ այդ տոկոսները, բաները, դրանք նոր սովորեցի։ Շատ բաներ չգիտեի եւ այդ դասը ինձ օգուտ տվեց։ Ես ավելին չէի սպասում, սակայն ստացա ավելին, ունեցա շատ գիտելիքներ, որը նաև ստացա Ուրարտու ֆուտբոլային ակումբի սաների կողմից։ Ազնիվ ամեն ինչ հետաքրքիր էր։ Խաղն ավարտվեց, տպավորությունները մնացին, հիմա ոչ միայն դաշտում, այլ նաև կյանքում ավելի մտածված են խաղալու։